երբեք նրանց չես բռնացնի նույն տեղում, այստեղ, այնտեղ եւ ամենուր։ Նրանք պատկանում են աշխարհին։ Այս մարդիկ անկանխատեսելի են։ Տղամարդիկ պատրաստ են այս կանանց համար վճարել եւ անել անհնարինը։ Դրա պատճառով երբեմն կորցնում եք ձեր սիրած մարդուն, իրենց կամակորության շնորհիվ նրանք կյանքում ունենում են, կարելի է ասել, ամեն ինչ՝ երազած տղամարդը, աշխատանքը, շատ փող, շքեղություն, գեղեցիկ հագուստներ, որովհետև նրանց համար շատ կարևոր է արտաքին տեսքը։ Մարդիկ, ովքեր ծնվել են այս թվերի տակ, անկանխատեսելի են, փոփոխական, տարբեր, անկայուն։ Երբեք նրանց չես բռնացնի նույն տեղում, այստեղ, այնտեղ եւ ամենուր։ Նրանք պատկանում են աշխարհին։ Նրանց համար չկա տենց տեղ, որտեղ ուզում են միշտ լինեն։ Նրանց համար ամենահետաքրքիր տեղը այնտեղն է, որտեղ կա հետաքրքրություն։ Մարդիկ, ովքեր ձանձրացնում են այս մարդկանց, հեշտ թողնում ու գնում են եւ կապ չունի այդ մարդով կլինի զուգընկերը, ամուսինը, կինը, ընկերուհին, այս մարդիկ շփվում են նրանց հետ, ում հետ կա հետաքրքրություն, ում մեջ կա հետաքրքրություն, ում մեջ կա մոտիվացիա եւ շատ էմոցիաներ։ Նրանք սիրում են էմոցիաներ, տարբեր տեսակի, ադրենալին։ Այս մարդիկ անկանխատեսելի են։ Երբեք չես կարող սպասել, թե ինչ կլինի այս մարդու հետ։ Նրանք նաև մի փոքր ռոմանտիկ են, տարօրինակ ռոմանտիկ են, բայց ռոմանտիկ են։ Կարան պահիտակ որոշումներ կայացնեն ու հենց այդ որոշումները նույն վայրկյանին փոխեն։ Իրենք էլ չեն հասկանում, թե դա ոնց է կատարվում։ Դա նրանից է, որ այս մարդիկ ծնվել են մի այնպիսի էներգիայի տակ, որը նրանց կյանքում միշտ բերում է քաոս։ Այս մարդիկ այն մարդիկ են, ովքեր ծնվել են յուրաքանչյուր ամսվա 5-ին, 14-ին, 23-ին եւ 5-րդ ամսում։ Բարի երեկո, այսօր խոսելու եմ 5 էներգիան կրող մարդկանց մասին։ Սկսենք կանանցից։ Ամենագեղեցիկ կանանցից մեկն են 5-երը, 5, 14 եւ 23, հատկապես 5-ին ծնված կանայք, աղջիկները։ Նրանք շատ գեղեցիկ են, էսթետիկ արտաքին ունեն, շատ լավ հագնվում են, հետևում են իրենց արտաքին տեսքին, գեղեցիկ մաշկ ունեն, ձեռքեր ունեն, նրանց վրայից միշտ գալիս է հաճելի հոտ։ Հիմնականում լինում են բարձրահասակ, խոշոր աչքերով եւ արտահայտիչ դիմագծերով։ Կանայք, ովքեր ծնվել են 5 թվի տակ, անկախ ամեն ինչից, թե որ ամսում են ծնվել, այս կանանց մեջ միշտ կա ձգողականություն եւ տղամարդիկ երբեք անտարբեր չեն անցնում նրանց կողքով։ Տղամարդիկ պատրաստ են այս կանանց համար վճարել եւ անել անհնարինը, որովհետեւ այս կանայք հաճույք են ստանում պահից։ Նրանք չեն բարդացնում կյանքը, չեն ծանրացնում կյանքը, չեն փոխում մարդկանց։ Նրանց համար մեկ է դու ինչպիսին ես, կարևորը քո հետ նրանց հաճելի է եւ կա ազատություն եւ փող, որովհետեւ այս կանայք շատ են սիրում փող։ Իդեպ նրանք պատրաստ են փողի համար ամուսնանալ հարուստ տղամարդկանց հետ, որովհետեւ այս մարդկանց էներգիան է տենց։ Այս մարդիկ այլ կերպ չեն կարող ապրել։ Եթե նրանք անեն մի բան, որը որ չեն ուզում, կհիվանդանան։ Նախ սկսենք նրանից, որ այս մարդիկ չունեն ոչ տղամարդու էներգիա, ոչ էլ կանացի ու բնականաբար ունեն սառը դատողություն եւ եթե անգամ իրենց կյանքում ինչ-որ էմոցիոնալ խնդիր է լինում, շատ հեշտ կարողանում են դուրս գալ այդ խնդրի միջից, որոշում են կայացնում եւ լուծում են գտնում այդ խնդրի համար։ Դրա համար այս կանացիք միշտ հետաքրքիր են։ Նրանք քամոպես թեթև են, հանգիստ, խաղաղ, չեն ծանրացնում կյանքում ոչ մի բան։ Ու եթե ուզում են ինչ-որ մի բան կյանքում, ապա անպայման ունենում են։ Փոքրուց այս կանայք շատ կամակոր են, ինքնասածի, եթե մի բան իրենց դուր է եկել, դա պետք է իրենց է լինի եւ վերջ։ Իրենց կամակորության
շնորհիվ նրանք կյանքում ունենում են կարելի ասել ամեն ինչ երազած տղամարդը, աշխատանքը, շատ փող, շքեղություն, գեղեցիկ հագուստներ, որովհետև նրանց համար շատ կարևոր է արտաքին տեսքը ու լինելով արդեն ունենալով բնությունից տրված գեղեցկություն, այս կանայք վայելում են տղամարդկանց հոգատարությունը եւ տղամարդիկ նրանց մասին միշտ մտածում են նվերներ անելով, գեղեցիկ նվերներ, թանկ մեքենաներ, ինչու՞ չէ, նույնիսկ տուն, ոսկյա զարդեր, այս կանայք ծնվել են շքեղ կյանքի համար եւ նրանք պատրաստ չեն ամբողջ կյանքում տառապել։ Եթե ձեր շրջապատում ունեք նման կանայք ու նրանք ապրում են իմ նկարագրածին հակառակ, ուրեմն այս կանայք չգիտակցված են, բայց հոգու խորքում գիտեն դրա մասին։ Ուղղակի վախենում են ու ցանկացած մարդու կյանքում վախը ամենամեծ իլյուզիան է, որը որ խանգարում է իրականացնել իր երազանքները։ Դե նույնը չեմ ասի տղամարդկանց մասին, բայց երբեմն նաև լինում են տղամարդկանց մեջ այնպիսի տղամարդիկ, ովքեր պատրաստ են հարուստ կանանց հետ շփվեն, տալով իրենց էմոցիաները, իրենց գեղեցկությունը, երիտասարդությունը, միայն թե վայելեն այս աշխարհում ամեն ինչ։ Տղամարդկանց մեջ նույնիսկ կարող ենք հանդիպել նման մարդկանց, ովքեր հանուն փողի պատրաստ են կոպիտահնչվում, բայց վաճառել իրենց։ Սա 5, 14 եւ 23 թվի տակ ծնված մարդկանց մասին։ Եվ այս մարդիկ անկախ ամեն ինչից, երբ որ խորանում են իրենց գիտակցության, իրենց տեսակի մեջ, բացահայտելով իրենց ուժը, կարողանում են գտնել համապատասխան աշխատանք, որտեղ նաև լավ գումար են աշխատում, ապահովում են իրենց շրջապատող մարդկանց, երջանիկ են, որովհետև այս մարդիկ շատ գեղեցիկ խոսք ունեն, շքեղ խոսք ունեն եւ ցանկացած մարդու դա հաճելի է, անգամ այնքան հաճելի, որ երբեմն կարող ես ժամերով լսել 5, 14, 23 թվի տակ ծնված մարդուն ու չհոգնել, որովհետև նրա խոսքը երգի պես է, անընդհատ անցնում է ականջներիդ միջով ու տալիս շատ հաճելի էմոցիա։ Դրա համար այս մարդիկ վաճառքի ոլորտում մեծ հաջողություններ են գրանցում։ Կարող են ունենալ իրենց բիզնեսը, օրինակ, ունենալ գեղեցիկ խանութ, աքսեսուարների խանութ եւ մեծ հաջողություններ ունենալ այդ խանութում, որովհետեւ նրանք կարողանում են համոզել, շփվել մարդկանց հետ։ Այս մարդիկ կարողանում են հեշտ լեզու գտնել ուրիշ մարդկանց հետ։ Սա այս մարդկանց ամենաուժեղ կողմն է։ Իսկ ամենաթույլ կողմը, որ նրանք անդադ ձգտում են ազատության, դրա պատճառով էլ քաոսի են վերածում ամեն ինչ, քանդում են ամեն ինչ, հարաբերությունները, շփումները, գործընկերների հետ շփումները, անընդհատ ուզում են նորություն, փոփոխություն, երբ ձանձրանում են, միշտ քաշվում են մի կողմ ու արդեն մտածում, թե որտեղ գտնել նոր հետաքրքրություն, ու այդպես էլ անում են։ Ինչ անել մարդկանց, ովքեր որ ծնվել են 5, 14, 23 թվերի տակ, ինչպես նաև 5-րդ ամսում, որպեսզի կարողանան մի փոքր լրջանալ, բայց ոչ այնքան, որ այդ լրջությունը իրենց խեղդի, այս մարդիկ պետք է սկսեն դատել ավելի ռեալ, առանց իլյուզիաների, եւ ամենակարևորը փորձեք լրջություն մտցնել ձեր եւ մյուսների հարաբերությունների մեջ։ Սա շատ կարևոր է, որովհետեւ ձեզ անընդհատ քամու պես ձգում են փոփոխությունները։ Փորձեք մի փոքր լրջանալ, գոնե աշխատանքային հարցերում։ Ես գիտեմ, որ դա անհնար է, ես գիտեմ, որ ձեր համար անհնար է լրջանալ ու առհասարակ կյանքին լուրջ նայել, որտեղ դա ձեր էներգիան է, որտեղ դուք ուզեք թե չուզեք, միևնույն է, վերջում լինելու է այնպես, ինչպես որ դուք ստեղծվել եք, բայց դուք կարող եք ձեզ ոչ թե փոխել, բայց գոնե մի փոքր սաստել,
որպեսզի ձեր սկսած գործը ավարտին հասցնեք։ Դրա համար մի փոքր լրջացեք։ Հա, եւ ամեն ինչ կկարգավորվի։ Դուք ինքներդ էլ ժամանակ առ ժամանակ հոգնում եք ձեր այդ անկայուն, անկանխատեսելի վիճակից, որովհետեւ դրա պատճառով երբեմն կորցնում եք ձեր սիրած մարդուն, քանի որ ոչ բոլորը կարող են հարմարվել ձեր տեսակի հետ եւ ոչ բոլորը կարող են ընդունել ձեր տեսակը։ Դրա համար փորձեք մի փոքր լրջանալ եւ հաշվի առնել նաեւ դիմացինի զգացմունքները։ Այս դեպքում ամեն ինչ կընկնի իր տեղը։ Ես հասկանում եմ, որ դուք սիրում եք շատ փող եւ պատրաստ եք հանուն այդ փողի ամեն ինչի, բայց մի փոքր լրջությունը ձեզ միայն կօգնի ել ավելի դրական լինելու մարդկանց հետ, որովհետեւ դուք առանց այդ էլ բնությունից ունեք ձեր մեջ մարդկանց հետ հեշտ լեզու գտնելու հնարավորությունը եւ ձեզ բնությունը տվել է շատ գեղեցիկ արտաքին, գեղեցիկ խոսք, գեղեցիկ բերան, աչքեր, դիմագծեր, տղա թե աղջիկ հիմնականում այս թվի տակ ծնված լինում են շատ էսթետիկ։ Դրա համար ձեր համար շատ հեշտ է շփվել, դուք կարողանում եք մարդկանց շատ հեշտ գրավել դեպի ձեզ, բերել դեպի ձեզ եւ միայն դա արդեն ձեզ հերիք է, որ ստանաք այն ինչ որ ուզում եք։ Դրա համար դուք չեք շարունակում, այսինքն չեք խորանում, խորություն չեք մտցնում ձեր հարաբերությունների մեջ, դուք շատ մակերեսային եք լինում։ Դա իհարկե վերջում վատ է անդրադառնում, որովհետև մարդիկ ամեն դեպքում ունեն համբերություն ու կարող են ձեզնից գնալ։ Եղեք մի փոքր լուրջ ձեր շրջապատի, ձեր աշխատանքի եւ ձեր հարաբերությունների մեջ ու ամեն բան կկարգավորվի։ Իսկ եթե դուք ուզում եք իմանալ ձեզ ինչ է սպասվում, դուք ինչպես մասնագիտություն ընտրեք կամ որ մասնագիտության մեջ զարգանաք, դուք պետք է անպայման նայեք ձեր ծննդյան թիվը, ամսաթիվը եւ տարեթիվը ու ըստ դրա մենք կարող ենք որոշել թե որ տարիքում եք գտնվում դուք եւ որ տարիքում պետք է սկսեք ձեր գործունեությունը կամ որ տարիքում կհանդիպեք կունենաք հնարավորություն հանդիպելու ձեր զուգընկերոջը, որտեղ մեզանից յուրաքանչյուրը ունի իր անձնական տարին, այսինքն հաշվելով թվերը մենք կարող ենք իմանալ թե դուք որ տարում եք գտնվում, որն է ձեր տարիքը։ Ըստ դրա մենք կարող ենք նայել թե ինչեր են սպասվում ձեզ։ Սա ամենահեշտ ու կարճ ճանապարհն է։ Եթե վերցնենք մաքուր հինգերին, այստեղ մաքուր հինգերը ավելի համեմատաբար ավելի ստաբիլ են, ավելի կայուն են, քան 14-ին եւ 23-ին ծնված մարդիկ, որովհետեւ եթե վերցնենք 24 թվի տակ ծնված մարդիկ, որտեղ կարևի էներգիա եւ կա 4, իսկ 1, 10, 11, 28 թվի տակ ծնված մարդիկ առաջնորդներ են, 4-երը այն մարդիկ են, ովքեր անդադ գլխում են ապրում եւ վախենում են դուրս հանել իրենց մտքերը։ Հաճախ այդ մտքերի пассив լինելու պատճառով այդպես էլ չեն գտնում իրենց կյանքում։ Դրա համար այս դեպքում 14-ին ծնված մարդիկ շատ մեծ պոտենցիալ ունեն գումարներ աշխատելու եւ իդեպ աշխատում են, որովհետեւ նրանք ձգտող են, որովհետեւ սկզբում նրանց մոտ աշխատում է այդ առաջնորդության էներգիան։ Իսկ առաջնորդության էներգիան հարկավոր է ձեզ, որ դուք օգնեք ձեր մտքերը դուրս հանել, հաշվելով այն կրեատիվը, որը ունեն 4-երը, սա խոսում է մի մարդու մասին, ով կարող է առաջ գնալ իր մեծ գաղափարներով։ 23-ին ծնված մարդիկ գերէմոցիոնալ մարդիկ են, որովհետև այստեղ կա 2 եւ 3։ Երկուսը սկզբում էմոցիաների տակ որոշումներ է կայացնում, հունից դուրս է գալիս կամ ասում այն ինչ որ մտածում է կամ հենց այդ ժամանակ ինչ որ որոշել է այդել անում է, հետո նոր անալիզ է անում։ Իսկ ձեզ հարկավոր է սկզբում անալիզ անել, հասկանալ որ իրավիճակում եք դուք գտնվում եւ ինչպես այդ իրավիճակից դուրս գաք, հետո նոր որոշումներ կայացնեք։ Սրա համար ձեզ հարկավոր է աշխատել ձեր գիտակցության հետ։ Բնականաբար անհատական մոտեցում է պետք։ Մենք
հաշվում ենք ծննդյան օրը, ամսաթիվը, տարեթիվը եւ ստանում ձեր ամբողջ կյանքի ծրագիրը։ Ու այդ ծրագրում մենք կարող ենք տեսնել, թե դուք որ տարիքում եք գտնվում, ձեր անձնական որ երրորդ տարին է, ինչ պետք է անեք այդ տարում, որ խուսափեք խնդիրներից, ինչ շփումներ են ձեզ սպասվում, արդյոք դուք այդ տարի հանդիպելու եք ձեր կյանքի կեսին, թե ոչ։ Այս ամեն ինչը մեզ բոլորիս կօգնի, որ մենք էլ ավելի հեշտ ապրենք։ Դե ինչ, այսօր իմ մեր հաղորդումը 5, 14 եւ 23 թվի տակ ծնված մարդկանց մասին էր։ Եղեք մի փոքր լուրջ, հավաքված եւ այնքան չէ, որ խեղդեք ձեզ, որովհետեւ ձեր էներգիան երջանիկ է ազատության մեջ։ Հաճախ հաշվի առեք դիմացինի ցանկությունները, ոչ թե կարծիքը, այլ ցանկությունները, քանի որ դիմացինի կարծիքը հաշվի առնել ընդհանրապես պետք չի, որովհետև մեզանից յուրաքանչյուրը ունի իրեն համապատասխան էներգիա ու հատկապես այն դեպքում, երբ մարդու էներգիան բացահայտված չի, այսինքն մարդը չգիտի ինքը ինչի ընդունակ, պատկերացնում եք, ինչքան անգիտակից է տվյալ անձնավորությունը ու նրանից ցանկացած կարծիք կարող է վտանգավոր լինել մեր կյանքի համար։ Դրա համար ունեցեք ձեր սեփական կարծիքը, աշխատեք ձեր ինքնագնահատականի, ինքնազարգացման վրա եւ իհարկե հետևեք իմ հաղորդումներին, ուսումնասիրեք ձեր թիվը եւ փորձեք ավելի գիտակցված ապրեք։ Լավ եղեք, միշտ նոր հանդիպում։